Մենք Կոմիտաս պարկի բնակիչներն ենք եւ 2023 թվականի դրությամբ մենք պետք է ըստ մեր պայմանագրի արդեն մեր բնակարանները ստացած լինեինք, բայց մինչև այսօր գազի խնդիրը լուծված չի եւ երեկվա դրությամբ մեզ կառուցապատողը ծանուցում է ուղարկում, որպեսզի գազի միացումները սկսեն կատարել, պետքա վճարումներ անենք, որը պայմանագրում նշված չի եւ քանի որ մեր այս բնակարանների գնումը եռակողմ պայմանագրով էր սահմանված կառուցապատողի եւ Քաղշինի հետ մենք որոշեցինք խնդիրը բարձրաձայնել եւ պետական կառույցներից աջակցություն ակնկալել առանց հավելյալ վճարումների մեր գազի միացումները իրականացնելու համար։ 370,000-ի շրջանակում։ Մոտ 6-7 ամիս առաջ եք դուք ակցիա իրականացնում հենց բնակելի թաղամասում եւ այդ ժամանակ կառուցապատողի հետ հանդիպում տեղի ունեցավ, նաեւ ձեզ խոստացան, որ եթե հարցը չլուծվի, այդ ժամանակ նոր կարող եք դիմել իրավասու մարմիններին, իրենք վստահեցնում են, որ հարցը լուծվելու է իրենց միջոցներով, իդեպ խոստացան լրագրողների ներկայությամբ հենց, որ հարցը լուծվելու է իրենց ֆինանսական միջոցներով, ոչ մեկին դա չի վերաբերվելու թե ինչ միջոցներով, իրենք կլուծեն բոլոր հարցերը, մենք էլ կդառնանք բայց անցավ ամիսներ, ոնց տեսնում ենք հիմա այդ իրենց ծախսերը փորձում են վրա բարթել, չգիտեմ դա ինչ ծախսեր է, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, բայց մեր պայմանագրով դա նախատեսված չի։ Մեր պայմանագրով նախատեսված է վճարել բաժանորդ դառնալու համար նախատեսված գումարը, որը կազմում է գրեթե 20,000 դրամ պլյուս մինուս, չգիտեմ, բայց ոչ հարյուրավոր հազարներ։ Իսկ ինչ են պատճառաբանում, ինչն է խնդիրը, որ ասում են, ուրեմն հիմնավորումը այսպիսին է, քանի որ այդ տրուբա կոչվածը իրանց սեփականություն է համարվում, մենք ձեզ չենք տա համաձայնագիր, որ դուք դառնաք բաժանորդ, քանի դեռ դուք մեզ չեք վճարի, այսինքն թուղթ են վաճառում մեզ վրա, ոչ մի հիմնավորված օրենքին համապատասխան քայլ։ Շատ լավ, իսկ դատարան դիմել եք պայմանագիր։ Դեռ ոչ, հաջորդ քայլը մեր դատարանին դիմումն է միավորված հայցով։ Տեսնենք, ինչպես մյուս հարցերը, որոնց վերաբերյալ դուք բարձրաձայնել եք ժամանակին, եթե ես չեմ սխալվում, ջրամատակարարման հետ էլ խնդիր կա։ Այո, մինչև հիմա մենք ջրի բաժանորդել չենք, դեռ սնվում ենք, այսպես ասած, ընդհանուր կառուցապատողի ջրային պաշարից, չգիտեմ դա ոնց են կազմակերպում, այս պահին նույնիսկ ջրի բաժանորդել չենք, միայն էլեկտրաէներգիայի բաժանորդ ենք։ Այդ ժամանակ նաև, եթե ես չեմ սխալվում, բնակիչներից շատերի վերանորոգումը կամ այն կերպ ինչպես տրամադրել էին բնակիչներին, սկսում էր քանդվել, դրա վերաբերյալ էին։ Հա, այդ եղանակները, երբ որ անձրևները հորդարատ էին, շատ տներ վնասվել էին դրանից, տրուբաներ էին պայթել, ջրատար, մարդկանց բնակարաններ էին լցրել, վերանորոգումներ էին փչացրել, չգիտեմ այդ հարցին ճիշտ ասած տեղյակ չեմ մանրակրկիտ, ինչքանով են արձագանքել, ոնց են լուծել, այդ հարցին չեմ կարող այս պահին պատասխանել։ Հիմա դուք ամիսներ առաջ դեռ բնակիչ տարածքում եք արձարել այստեղ չէ բարսեղեն, կառավարության դիմաց եք եւ ում ձևավորեցիք, որպեսզի մտեք կրկին նույն բանը զարգացեք։ Հիմա կրկին նույն գործողություն անելը արդյոք էֆեկտիվ կլինի։ Հիմա հաջորդ դեպքում Իհարկե Անցյալ անգամ ճիշտ ասած կառավարության միջնորդությամբ մենք որոշակի հարցեր կարողացանք առաջ տանել, մեկը նաև հոսանքի հարցն էր, որ նույն խնդիրը հոսանքի միացման ժամանակ ա եղել, էլի կառուցապատողը պահանջում էր, որ Or Development ընկերությունն է, որը հոսանքի միացման համար ակնկալում էր, որ նույնպես մենք պետք է վճարումներ անենք։ Այդ ժամանակ մենք կարողացանք հաղթահարել այդ մի փուլը, այդ ակնկալիքներով այս անգամ նույնպես դիմել ենք, որտեղ ինչպես նշեցի, պետությունը մի մաս է հանդիսանում մեր պայմանագրի եւ այս պետական աշխատողների տրամադրված ծրագիրն է, հիմնականում պետական ծառայողներ են եւ ակնկալում ենք, որ պետությունը կմիջնորդի նաեւ գազի միացմանը։ Մնացած այլ հարցեր, փոքր խնդիրներ առկա են շենքում, բայց այսօր մենք հիմնականում գազի համար ենք հավաքվել, օրինակ վերջի անձրևներից հետո ավտոկայանատեղիում ջրհոսքներ ա լինում, բայց կոնկրետ մենք այսօր էսենց համախմբված գազի համար ենք իհարկե եկել, հետո մնացած հարցերը արդեն շահագործման ակտ ընդունելուց կամ ստորագրելուց բոլոր տեսանելի հարցերը կբարձրացվեն։ Or Development, անձնապես ում է պատկանում, ես ճիշտ ասած տեղյակ չեմ։